Բարի երեկո, եթերում առաջին լրատվականն է, այս թողարկման հիմնական լուրերը նախ համառոտ։ Կես միլիարդ դրամի ներդրում և 45,000 բնակչի անվճար բուժ սպասարկում վերաբացվել է Կարլեն Եսայանի անվան հիմնանորոգված պոլիկլինիկան։ Օգտագործեք հայի գործարար տաղանդը, մարզից մարզ այցելում վարչապետի հորդորն է։ Ռուսաստանի կեսը բիզնեսմեններ ձերն է, ձեր հողը ջուրի վրա ինչ չեք կարողանում։ Հայաստանի 60%-ն անդադար համացանցում է, IT մասնագետներն նահազանգում են, երեխաներին պետք է համացանցային անվտանգության կանոններ սովորեցնել։ Հալեպում ևս մեկ թաղամաս է ազատագրվել, զինվորականները վերահսկում են քաղաքի արևմտյան թաղամասերն օդանավակայանին կապող ճանապարհը։ Եվ հայկական հարսանիքների երգացանկի նոր երգը՝ Պար պսակի, մի երգի պատմություն։ Ժամանակակից բարձրակարգ տեխնիկայով ու սանիտարահիգիենիկ պայմաններով վերաբացվել է Զեյթունի պոլիկլինիկան, որը կրում է 40 տարի գլխավոր բժշկի տեղակալ աշխատած Կարլեն Եսայանի անունը։ Հենց նրա ընտանիքն էլ մոտ կես միլիարդ դրամ է ծախսել շենքը նորոգելու համար։ Այստեղ հաշվառված 45,000 քաղաքացիները նախկինի պես կշարունակեն անվճար բուժ սպասարկում ստանալ, բայց արդեն անհամեմատ ավելի լավ պայմաններում։ Ինձ համար կարևոր ձեռքբերումը ամեն ինչ սկսված, երբ որ աշխատում ենք մենք ծանր վատ պայմաններում, նույնիսկ աթոռի խնդիր ունենալով։ Պոլիկլինիկայի տնօրենը հիշում է, ընդամենը ամիսներ առաջ ճռճռացող հատակի վրայով զգուշորեն էին քայլում, հիվանդներին էլ նախապես զգուշացնում էին, թե որտեղ չի կարելի ոտք դնել։ Վերակառուցվել է ամեն ինչ, հնարավոր ամեն ինչ քանդվել է եւ փոխվել է։ Հիմնանորոգված պատերից ու պայմանների բարելավումից ոչ պակաս կարևոր էր տեխնիկական վերազինումը։ Տնօրենը չգիտի որն առաջինը ցույց տա, որը հետո։ Ամենակարևոր ձեռքբերումներից նա է, որ մենք ունենք նոր սոնոգրաֆ, ատամնաբուժական նոր կրեսլո ունենք, EKG-ի նոր ապարատներ ունենք, խորտեր մոնիտորինգի նոր սարքավորում ունենք։ Պոլիկլինիկայի բացմանը ներկա էր նաև հանրապետության նախագահը, Կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահվեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ու Կարլեն Եսայանի այրիին Սարա Եսայանին։ Պետք է օրինակ լինի այս պոլիկլինիկան մեր համար հաջորդ ծրագրերում։ Վերանորոգումն ամբողջությամբ իրականացվել է վաստակավոր բժշկի ընտանիքի ֆինանսավորմամբ։ 2 մետրանոց բրոնզաձույլ քանդակն էլ վկայում է, որ կյանքի գրեթե 4 տասնամյակն այս բուժհաստատությանը նվիրած բժշկի համար առաջնահերթը հիվանդին որակյալ ու անշահախնդիր ծառայություններ մատուցելն է եղել։ Պոլիկլինիկան այսօր սպասարկում է 45,000 քաղաքացու, աշխատում է պետպատվերով, բացառությամբ գաստրոսկոպիայի, ատամնաբուժական ծառայության, բայց անապահով ընտանիքների դեպքում դրանք ևս անվճար են։ Բուժ հիմնարկի տնօրենը հանրապետության նախագահին է ներկայացնում նոր տեխնոլոգիաներով աշխատելու առավելությունները։ Առաջ եթե մանրադիտակով էին նայում այգիները հետազոտելու համար, հիմա մարդկային գործունեության զրոյական մակարդակի։ Ինչ աստիճանի եք կարողանում։ 30 ցուցանիշ կարողանում եք տալ բժշկությունը։ Ի վերջո ինչ վիճակում են այսօր պոլիկլինիկաները, որոնք են դրանց հիմնական գործառույթները։ Շրջայցի ընթացքում առողջապահության նախարարության պատասխանատուները նախագահին են ներկայացնում նախարարության կողմից առողջության առաջնային պահպանման օղակում իրականացվող զանգվածային սկրինինգային ծրագրերի ընթացքը, հատուկ շեշտադրելով հիվանդությունների կանխարգելմանը, դրանց վաղ հայտնաբերմանն ուղղված քայլերը։ Արդեն հիմա պարզ է, որ այս ուղղությունը ընդլայնելու, հետագայում դա դարձնելու որպես հիմնական իրականացվող ծրագրային թիրախային այսպիսի մոտեցումները կարող են շատ լավ արդյունքներ տալ։ Շուրջ 500 միլիոն դրամ հատկացնելով այս պոլիկլինիկայի հիմնանորոգմանը, Եսայաններն ընդամենը մեկ պայման են առաջադրել, որը նաև ընտանիքի հոր պատգամն է եղել։ Շենքը պետք է ծառայի միայն որպես պոլիկլինիկա, չտրվի վարձակալության ու բաժնետոմսերը չոտարվեն։ Ռուզաննա Վարդերեսյան, Հակոբ Թումանյան, Արմեն Անդրեասյան, Առաջին ալիք։ 7,5 միլիարդ դրամի ներդրումով էլ Ծաղկաձորում բացվել է Արարատ ռեզորտ հյուրանոցային համալիրը 6 դասի սենյակներով, ջրային գոտով, բացօթյա ժամանցի պայմաններով ու տնօրեն դառնալ երազող դռնապանով։ Նրան լսել ու հյուրանոցի հետաքրքիր առաջարկներին տեղեկացել է Լիլիթ Դանիելյանը։ Հայաստանի ձմեռային ամենազբոսաշրջային գոտին այսօր համալրվել է նոր հյուրանոցով, հենց մուտքից բոլոր հյուրերին ջերմ ժպիտով դիմավորում է 18-ամյա, բայց արդեն հյուրանոցներում աշխատելու փորձ ունեցող Ռուբենը։ Ես այստեղ աշխատում եմ bellboy կամ դռնապահ։ Սկսել եմ bellboy աշխատանքից, քանի որ շատ հայտեր հասել իրենց գործի հենց bellboy մակարդակից մինչև բարձր պաշտոններ։ Ծաղկաձորի հենց սկզբնամասում գտնվող հյուրանոցն իր հարմարավետությամբ համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Համալիրի տնօրենն ասում է, տնային բոլոր պայմանները ստեղծվել են, որպեսզի հավատարիմ մնան իրենց կարգախոսին՝ բարի գալուստ տուն։ Սա մեզ ընտանեկան տարբերակն է։ Երբ որ մարդ գա այստեղ հյուրընկալվի, ինքը դա կզգա։
Համալիրի առաջին հյուրերի թվում էր Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Բոլոր համարները նույնքեր փակեցած են։ 6 դասի 80 հարմարավետ համարներ, նորագույն սարքավորումներով հագեցած խորհրդակցության սենյակ, ջրային գոտի, մարզասրահ, բացօթյա ժամանցի պայմաններ, երեխաների համար նախատեսված հատուկ խաղասրահ։ Այս բոլորը մեկ փաթեթով ներկայացվեց երկրի նախագահին։ 7.5 միլիարդ դրամի ներդրումային ծրագրի արդյունքում ստեղծվել է 120 աշխատատեղ։ Հյուրանոցային ոլորտում կարելի ասել, որ ծաղկազորույցից աշխատում են մոտ 30-35%-ը։ 2007-ից մինչ օրս զբոսաշրջիկների հոսքը 60,000-ից հասել է 350,000-ի։ Ձմեռային սեզոնին դեպի դահուկային զբոսաշրջության կենտրոն Ծաղկաձոր հիմնական հոսքն ապահովում են ռուսաստանցիները։ Բացի այդ, նաև ունենք Եվրոպայից շատ մեծ տենդենս, հիմնականում Եվրոմիության ընտանիքների, ֆրանսիացիներ եւ գերմանացիներ։ Ծաղկաձորի քաղաքապետը նախագահ Սարգսյանին ներկայացրել է Հայաստանի քաղաքային համայնքների զարգացման ծրագրով Ծաղկաձորում իրականացվելիք ենթակառուցվածքային ակնկալվող ներդրումները։ Լիլիթ Դանելյան, Հակոբ Թումանյան, Առաջին ալիք։ Օգտագործեք հայի գործարար տաղանդը մարզից մարզ այցերի ընթացքում հորդորում է վարչապետը։ Կարեն Կարապետյանը լսում է ինչ է պետք մարդկանց, ինչից են դժգոհ եւ ինչ են սպասում կառավարությունից։ Հորդորում է բացի ծրագրեր առաջարկելուց նաեւ համարձակ գործի անցնել։ Մերոնք դրսում հաջողակ բիզնես են կառույցում, նույնը կարող են այստեղ անել, վստահ է վարչապետը։ Ոչ մի կաթիլ նավթ չարցունահանող մեր երկրի մասնագետները պարզվում է ռուսական նավթագազային հսկաներին կոմպրեսորներ են մատակարարում։ Լուկոյլը, Ռոսնեֆտը, Գազպրոմը այս կոմպրեսորների միջոցով անջատում են նավթը գազից։ Քանի որ Ռուսաստանում նավթային կրիզիսի հետ կապված շուկայում ավելի դժվար է գործելը ռուսական շուկայում, վարչապետի աջակցությունն է կատարում։ Այստեղ վարչապետին սպասում են ակնկալելով, որ ռուսական շուկայում բարձր մակարդակով կարվի հայ-իտալական ձեռնարկության արտադրած կոմպրեսորների լոբինգը։ Ինձ ինչ եք առաջարկում, որ ձեր ամենաթանկ ապրանքը առանց փոխանակության գնեն։ Գազպրոմի հետ ուղիղ կապը վարչապետը խոստացավ ապահովել, բայց ընկերության առաջարկն ուսումնասիրելուց հետո րոպեներ անց մարզի համայնքապետերի հետ հանդիպմանը կառավարության ղեկավարը էներգետիկայի նախարարին հանձնարարեց քննարկել արդեն ձևակերպված առաջարկը իրանական շուկայի առնչությամբ եւ աջակցել Ռուսաստանում որոշակի դռներ բացելուն։ Ձևակերպված առաջարկը բավականին տրամաբանական է, պետք է մաքսիմալնի փորձել աջակցել։ Գեղարքունիքի մարզպետն իր ընդարձակ զեկույցում ընդգրկել էր վիճակագրություն գյուղատնտեսական մարզի բոլոր շերտերի մասին։ Վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը վերջին տարիներին բավականին աճել է եւ այս պայդրությամբ կազմում է 95-ից 96%։ Բայց այս մարզում հատուկ հոգս են ձկնագողությունն ու դրա զոհերը։ Հայեցակարգ են մշակել, որը կկանոնակարգի որսը կավելացնի ձկան պաշարներն ու միաժամանակ մարդկանց ու պետբյուջեին եկամուտ կապահովի։ Անասնապահական տնտեսության ցիկլը լրացնելու համար վարչապետը պատրաստ է գտնել սպանդանոցի կառուցման համաֆինանսավորում, բայց եթե ծրագիր լինի։ Եթե բակային որը արգելվի, չխանգարի մեր գործին, կարող ենք ասել։ Տեսեք ոնց է, արգելելը ամենահեշտն է։ Պետք է անել այնպես, որպեսզի դա լինի տրամաբանական։ Որոշվեց, որ այդ առաջարկը կպատրաստի գյուղվարչության պետը, ռոռոքելի տարածքներն ավելացնելու առնչությամբ նույնպես Կարապետյանի պահանջը նույնն է, ձևակերպել, թե դրանից ինչ հավելյալ արժեք է ստեղծվում։ Կրկնեց, որ շեշտը մասնավորի եւ պետության համագործակցության վրա է։ Ինչի եք թերհավատ, որ կարող անեք։ Ֆանտաստիկ տաղանդավոր ժողովուրդ եք։ Ամբողջ աշխարհում բիզնես անում եք։ Ռուսաստանի կեսը բիզնեսմեններ ձերն է։ Ձեր հողը ջրի վրա ինչի՞ չեք կարող անեք։ Ինչի ձեր դուխը չի հերիքում դրա տակ մտնել։ Գեղարքունիքցիներին թասիբի գցեց վարչապետը։ Հավաքին ներկա համայնքապետերի մի մասնի դեպ ներկայացան նաև որպես նախկին գործարարներ, հետևաբար հարց առաջացավ։ Մարտունեցիք են ավելի լավ բիզնեսմեն, թե քյավառցիք։ Կոնկրետ Մարտունիում կաթի վերամշակման ոչ մի գործարան չկա, մինչդեռ հարակից գյուղերը նույնպես կշահեին։ Թիվ թվաբանությունն առայժմ միայն համակարգիչներով է եւ մոտավորապես 60-ից 100,000 գլուխ անասունի հաշվով է, եւ կաթի գործարանի եւ ալրաղացի հարցով գլխավոր պահանջը նույնն է, հետո դրանք պետք է հավելյալ արժեք ստեղծեն եւ բարելավեն մարդկանց կյանքը։ Վարչապետը գրեթե դետալներով հետաքրքրվեց յուրաքանչյուր գործով եւ ասաց, որ փոխճարելը խնդիր չէ։ Մեզ անպայման պետք է գործ ընկեր տեղացի։ Հողի վրա պինդ կանգնած մարդ, տրամաբանական մարդ, որպեսզի ինքն էլ հետո կառավարի։ Իրա սիրտն էլ ցավ այդ ամեն ինչի համար։ Եթե տրամաբանություն կա, որ այդ բիզնեսը վերադարձելի է, մենք ձեզ անպայման ֆինանսավորումը կապահովենք։
Սահմանամերձ ճամբարակն օգտվում է հարկային արտոնություններից, այստեղ սեզոնին օրական 20,000 լիտր կաթ է արտադրվում, բայց աշտարակ կաթը վերջին խնդիրներից հետո պարտքեր է կուտակել, իսկ դրա դիմաց առաջարկվող պանիրը չեն կարող ինքնուրույն իրացնել։ Պանիրը տալ պարտքի դիմաց ես համարում եմ անհեռանկարային բան, այդ սաղ մարդկանց գցելու են կրակի մեջ։ Վարչապետը մասնավորեցրեց, որ գյուղացիների 70 միլիոն դրամի պարտքի մարումը աշտարակ կաթում $500,000 նոր ներդրումների մեջ հաշված է։ Կառավարությունը գործը հսկողության տակ է պահում։ Արմինե Ուդումյան, Ռոմիկ Խաչատրյան, Առաջին ալիք։ Ինչպես է վերափոխվելու Հայաստանը։ Հայկական բարեգործական ընդհանուր միության գրասենյակը թեմայի շուրջ զրույցի էր հրավիրել վարչապետին։ Կարեն Կարապետյանի հետ հարցուպատասխանը բացեր ու անկաշկանդ, ընդ որում նաև օնլայն ձևաչափով։ Վարչապետի հետ հարցուպատասխանը կազմակերպվել էր նոր ձևաչափով, վարչապետին ուղղված հարցերն ուղիղ եւ սուր էին, վերաբերում էին կոռուպցիային, հարկային դաշտին ու արտագաղթին։ Փորձելու ենք կյանքը Հայաստանում լավացնենք, որպեսզի արտագաղթ չլինի։ Առաջի հարցը ինչպես արտագաղթի դեմ պայքարել, պետք է այնպես անել, որ արտագաղթելու ցանկությունը չլինի։ Կարեն Կարապետյանը պատասխանել է թե միջոցառման մասնակիցների եւ թե սոցցանցերով իրեն ուղղված հարցերին։ Հարցերը հիմնականում տնտեսական, իրավական, սոցիալական, գիտական, կրթական եւ մշակութային ոլորտներում կոնկրետ անելիքների մասին էին։ Քրեական գործերի հարուցում, ապօրինի հարստացում, կոռուպցիոն երևույթների դեմ պայքարը անխնա է լինելու անկախ իր կուսակցական պատկանելությունից։ Քրեական գործեր, ապօրինի հարստացում եւ այլն, դա մի գործընթաց է, որը ես անելու եմ անկախ նրանից, հանրապետական մտնելու եմ թե չէ։ Որտեւ դրա անհրաժեշտությունը այսօր հասարակության մեջ կա։ Բիզնեսի աջակցության հարցում վարչապետը պատրաստ է մշտապես օգնելու սպիտակ ու մաքուր սկզբունքով աշխատող գործարարներին, ստվերի դեմ պայքարում էլ հետևողական են լինելու։ Վահե Կոստանդյան, Վաչագան Պետրոսյան, Առաջին ալիք։ Վարչապետի նորաձև ճեպազրույցի ուշագրավ դրվագները վաղը մեր կիրակնօրյա թողարկմանը։ Հայաստանի բնակչության գրեթե 60%-ը տան աշխատավայրի համակարգչով կամ բջջային հեռախոսով միացված է ինտերնետին։ Գլոբալ տնտեսական ֆորումի զեկույցի համաձայն աշխարհի 114 պետությունների շարքում ցանցային պատրաստվածությամբ մեր երկիրն այս տարի զբաղեցրել է 56-րդ տեղը։ Հայաստանյան ինտերնետ օգտագործողների թիվը տարեկան ավելանում է մոտ 5%-ով, պնդում են IT ոլորտը կարգավորող նախարարությունից եւ առաջարկում օնլայն տիրույթում ժամ առ ժամ ակտիվացող կիբերհարձակումների ու հաքերային գրոհներին դիմակայելու համար բարձրացնել մարդկանց գրագիտությունը։ Եթե մեծերը կարող են ինքնուրույն կողմնորոշվել բացել թե չբացել անծանոթ հաճախ վիրուսներով հարուստ նամակները, դպրոցականներին պետք է առանձին պարապմունքներով համացանցային անվտանգություն սովորեցնել։ Կրթության գիտության նախարարությանն առաջարկում են ինտերնետ հանրությունից։ Մենք տեսնում ենք, որ երեխաները առաջին դասարանից պլանշետներով գնում են դպրոց, բայց ոչ մեկը իրեն չի սովորացնում, թե ցանցերում ինչպես պետք է աշխատել։ Նոր զարգացումներ դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկի նախկին պետի տեղակալի ձերբակալության գործով մեղադրանքի առաջադրվել ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյայի հիմնարկի պատասխանատու հերթապահ արդարադատության փոխգնդապետին։ Նա է պետի տեղակալի անօրինական ցուցումով քրեակատարողական հիմնարկի երկարատև տեսակցությունների սենյակում կազմակերպել 3-ական մարմնավաճառների եւ դատապարտյալների հանդիպումը։ Այդ բանտարկյալներից մեկն ի դեպ տառապում է ծանր իմունային անբավարարությամբ, ձիահով։ Կատարվածը տեղում արձանագրած քրեակատարողական վարչության ներքին անվտանգության բաժնի պետը դեռ ձերբակալության հաջորդ օրը մեր ծառայությանն ասել էր, որ պետի տեղակալի ձերբակալությունից բացի այլ անձանց նկատմամբ էլ կարգապահական տույժեր են եղել։ Այն քրեակատարողական ծառայողները, ովքեր բաճր չեն կատարել իրենց ծառայական պարտականությունները խախտում են թույլ տվել, ենթարկվել են կարգապահական տույժերի։ Այդ թվում պաշտոնից հեռացում կարգապահական տույժն է կիրառվել։ Ճիշտ եմ հասկանում, որ մի քանի հոգի են։ Ճիշտ եք հասկանում։ Երկուսից ավել է կարգապահական տույժի ենթարկվողները բացի պետի տեղակալից։ Այո։ Միջազգային լրահոսից Սիրիայի կառավարական զորքը շարունակում է հաջողություններ գրանցել Հալեպի ուղղությամբ, այսօր գրոհայիններից ազատագրվել է Թարիք Ալ-Բաբ թաղամասը, բացի այդ զինվորականներին հաջողվել է վերահսկողություն սահմանել քաղաքի արևմտյան թաղամասերն օդանավակայանին միացնող ճանապարհի նկատմամբ։ Իսկ Հալեպի քաղաքացիները վերադառնում են վերջին օրերին ազատագրված թաղամասեր, 4 տարի ջիհադականների ձեռքում եղած Հանանա թաղամասում շատ տներ հիմնովին քանդված են, չկան կենսագործունեության տարրական պայմաններ, սակայն քաղաքացիները չեն հուսահատվում։ Ֆիդել Կաստրոին վերջին հրաժեշտը տալու համար Կուբա կժամանեն 3 տասնյակից ավելի պետությունների ղեկավարներ, արվեստի ու մշակույթի անվանի դեմքեր։ Մեր երկրից պետական գործչի ուղարկավորությանը կմասնակցի Մեքսիկայում Հայաստանի դեսպանը։ Ֆիդելի վաղեմի բարեկամը 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներից Դիեգո Մարադոնան արդեն ազատության կղզում է, հրաժեշտ տալու իր խոսքով աշխարհի ամենաազնիվ մարդուն։
20-րդ դարի ֆուտբոլային լեգենդը Դիեգո Մարադոնան ժամանել է Կուբա հրաժեշտ տալու ազատության կղզու հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոին։ Ես այստեղ եմ, որպեսզի լինեմ իմ երկրորդ հոր կողքին։ Դարի լեգենդը հեռանում է մեզնից, բայց թողնում է գունեղ ժառանգություն, որը մենք պարտավոր ենք ճիշտ օգտագործել։ Արգենտինացի ֆուտբոլիստը կոմանդանտեի հետ ծանոթացել էր 1986 թվականին, աշխարհի առաջնությունից անմիջապես հետո։ Ծանոթության պահից սկսած սպորտի սիրահար Ֆիդելը ֆուտբոլիստի հետ մշտապես շատ ջերմ հարաբերություններ է պահպանել։ Կաստրոյի մահվան օրը Մարադոնան հայտարարեց, որ մահացել է աշխարհի անկասկած մեծագույն մարդը։ Ովքեր կարծում են, թե Կուբան կթուլանա իր ամենահզոր քաղաքացու կորստից հետո, սխալվում են։ Ազատության կղզին պետք է ավելի ուժեղանա։ Կոմանդանտեի աճյունը հողին կհանձնվի վաղը, Կուբայի ժամանակով առավոտյան 7-ին, Սանտիագո դե Կուբա քաղաքի գերեզմանատանը։ Ֆիդելի կամքով իրեն կհուղարկավորեն իր հոգևոր ուսուցչի, Կուբայի հեղափոխության առաքյալ, հայտնի բանաստեղծ եւ փիլիսոփա Խոսե Մարտիի կողքին։ Հարություն Արզումանյան, Առաջին ալիք։ Իդեպ Ֆիդելին անձամբ տեսել ու նաև անմահացրել է Մարատ Սինանյանը եւ դա գավառցի լուսանկարչի պետերբուրգյան ուսանողական տարիների ամենավառ իրադարձություններից է։ Այս հենց Ֆիդելն է Ռոմանովի հետ Լենինգրադ Ֆիդել Կաստրո ֆոտո Սինանյանը 17-5-րդ ամիս 63 թիվ։ Գավառ քաղաքի բնակիչ Մարատ Սինանյանին Լենինգրադում ուսանելիս բախտ է վիճակվել անձամբ տեսնել Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոին եւ լուսանկարել նրան ընկերոջ Լենտասի թղթակից Աբրահամ Մազելևի խնդրանքով։ Կանեմ ասեցի, ասա մենակ իմ անունը գրվի էլի նկարի տակ։ Ասի թող գրվի։ Լուսանկարչական արվեստի հանդեպ հետաքրքրությունն ու սերը ապագա ինժեներին ստիպել է թղթակցել ռուսաստանյան մի շարք թերթերի եւ գործակալությունների։ Սմոնինը դուս եկան, ասի ամենահարմար մոմենտը էստեղից նկարելն է, որտեղ իր բարձր ստես, նայեմ վերևից Լենինգրադի գոյեր մնացել։ Մարատի շնորհիվ նույն օրը Սմոլնիում Ֆիդել Կաստրոին է փոխանցվել Լենինգրադում սովորող կուբացի ուսանողների դիմում խնդրանքը իրենց թոշակների չափն ավելացնելու մասին։ Ես հեսա ադյուտանտի հանիտուս, ասի ես ծրար եմ տալիս ձեր կուբացի ուսանողների կողմից։ Ֆիդելն ընդհարաճում է իր երկրի ուսանողների խնդրանքին, ինչի արդյունքում Մարատն արժանանում է իր համակուրսեցիների երախտագիտությանը։ Իսկ ամենայն սիրով եւ պատասխանատվությամբ արված լուսանկարն համարվում է լավագույնը 12 թղթակիցների աշխատանքներում։ Լենինգրադում յուրաքանչյուր մի կիլոմետրի վրա 10 նկարներ ներկայացրած, որի ուսում ես նկարը շատացրել են, կպցրել են, որ Ֆիդել Կաստրոն եկել է։ Տարիներ առաջ այս համեստ հավաքածուն Մարատ Սինանյանը ցուցադրության է ներկայացրել Կիևում, Սանկտ Պետերբուրգում եւ Ռիգայում։ Հասմիկ Շաբազյան, Սարգիս Ալավերդյան, Առաջին ալիք։ Շարունակում ենք թողարկումը, մեր զինված ուժերում ծառայում է մոտ 300 հաշմանդամություն ունեցող մարդ եւ դա նրանց նկատմամբ ուշադրության դրսևորումներից մեկն է։ Պաշտպանության նախարարությունն ու Սատար հասարակական կազմակերպությունը տարբեր մարզաձևերի մրցաշարեր էին կազմակերպել, մեկ անգամ եւս ընդգծելու, որ Արցախյան առաջին պատերազմից մինչ օրս զինծառայության ընթացքում վիրավորված մարդիկ հասարակության լիարժեք անդամ են։ Իդեպ այսօր հաշմանդամության միջազգային օրն է, ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց մասին պարբերաբար խոսվում է, փորձ է արվում ապահովել նրանց մասնակցությունը հանրային կյանքին հավասար հնարավորությունների սկզբունքով։ Կրթության մեջ ու արվեստում դրական օրինակները շատ են։ Ամենաերջանիկ փայտահատն է։ Ու երբ սիրտս նորից սկսի թրթռալ, ես կրկին երջանիկ կլինեմ։ Փոքրիկ Ժակն արդեն բեմում է, թիթեղյա փայտահատի կերպարն է մարմնավորում, համոզված է, իրեն վստահված դերը փայլուն է կատարելու։ Ես կարծես մտնեմ այդ դերի մեջ, կարծես ես փայտահատն եմ եւ ինչ-որ տեղեր ես չեմ մտածում, որ ես Ժակն եմ։ Արագածավանի Իմ թատրոն ներառական թատերախումբն առաջին անգամ է ներկայանում երևանյան հանդիսատեսին։ Օզի հրաշագործը բեմադրությունը նվիրված է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան։ Թողտունում ենք քիդմել լեկեջում։ Երախտապարտ ենք, որ սպանեցի մեր թշնամուն։ 2016-ից գործող եւ Արագածավանի շուրջ 20 երեխաների ու պատանիների մեկտեղած Իմ թատրոնը հոգեթերապևտիկ յուրօրինակ միջոց է։ Այն հնարավորություն է տալիս լուծել կամ նվազագույնի հասցնել խմբում ներառված երեխաների խնդիրները։ Ներառական թատերախումբը թույլ է տալիս հիմնախնդիրների շուրջ աշխատել երեխաների հետ, իրենց վախերը բարձրաձայնել, իրենց խնդիրների շուրջ խոսել ամբողջ խմբով, ինքնաարտահայտման հմտություններ ձեռք բերել։
Ներառական թատերախմբում երեխաները մասնակցում են բեմադրման ողջ ընթացքին, ինչն էլ հանդիսանում է արտ-թերապևտիկ այս ուղղության կարևորագույն առանձնահատկությունը։ Լիլիթ Մարտիրոսյան, Հովանես Քյոսեյան, Առաջին ալիք։ Հաշմանդամություն ունեցողների համար կյանքի գրեթե ամեն օրը պայքար է։ Մեր հաջորդ տեսանյութի հերոսուհու օրինակն իր վիճակում գտնվող շատերի համար է բնորոշ։ Նա աշխատանք է փնտրում տանը եւս պարապ չմնալով եւ երբեմն բացակա ձեռքի փոխարեն ատամներով կարճում է իր ձեռագործ աշխատանքից։ Արդեն 10 տարի է ինչ Շուշանը ամեն օր փոքրիկ սեղանի առաջ տիկնիկ բացիկ վզնոց է պատրաստում։ Փորձել է աշխատանքի անցնել, բայց միշտ ստիպված է եղել նորը փնտրել, շարունակում է մխիթարվել միայն ձեռքի աշխատանքներով։ Ոտքերի եւ մի ձեռքի եւ նաեւ ատամների օգնությամբ եմ աշխատում։ Ափսոսում է, որ մեր երկրում հաշմանդամություն ունեցող մարդկանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես վաճառք միայն դեկտեմբերին է կազմակերպվում։ Մնացած ամիսներին փորձում եմ վերնիսաժի միջոցով վաճառք անել, բայց շատ դժվար է։ Հաշմանդամությունը ճակատագրի միակ հարվածը չէր Շուշանին, վաղ տարիքում հայտնվել է նաև մանկատանը։ Ձեռքի հաշմանդամություններ պատճառը թե ոչ այս թեմայով խոսել չի սիրում։ Դժվարությունները շատ են եղել, շատ։ Առանց տանիքի աշխատանքի ցուրտ օրերն էլ ետ նայելու ժամանակ չեն թողել։ 5 տարով սոցնախարարության տրամադրած մի քանի քառակուսի մետր տարածքում տարբեր կառույցներին հղած դիմում խնդրանքներն ու դրանց պատասխաններն ավելի մեծ տեղ են զբաղեցնում, քան տիկնիկների պարագաները։ Մի քանի տեղ դիմումներ եմ գրել, որ ես ունեմ այս կարգավիճակը եւ անոթ եմ, բայց կտրուկ մերժում էր անընդհատ գալիս։ Բնակարանի հարցը այս պահին լուծված է, բայց 34,000-ով ապրելը դժվար է։ Թոշակը 16, նպաստը 17, որ հիմա դարել է 18։ Բազմաթիվ դիմումների հիմնական խնդրանքը ձեռքի աշխատանքների վաճառակետն է։ Փորձեմ եւս մեկ անգամ գրել, բայց եթե նորից մերժում եկա։ Ընտանիք կազմելու հարցում էլ Շուշանին խնդիրները չեն շրջանցել։ Իսկ կա մարդ, որին այնուամենայնիվ Շուշանը սպասում է։ Մեր վերջին հարցը անպատասխան մնաց։ Լիլիթ Դանիելյան, Տիգրան Բաբայան, Առաջին ալիք։ Հայաստանում քրիստոնեությունը տարածած Հիսուսի աշակերտների տոնի արդիվ Սուրբ Գեղարդը դուրս է բերվել Մայրաթորի թանգարանից։ Նավատացյալներն այսօր Սուրբ Մասունքի նպելու հնարավորություն են ունեցել մինչև ուշ երեկո։ Գարեգին երկրորդ կաթողիկոսի կոնդակով Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվել է որպես Սուրբ Գեղարդի ուխտի օր։ Գեղարդը, որով հռոմեացի զորական Ղունկիանոսը խաչի վրա խոցեց Հիսուսին, պահվում է Մայրավանքի թանգարանում եւ դուրս է բերվում բացառիկ դեպքերում միայն։ Այսօր Սուրբ Մասունքը դուրս բերվեց առաքյալների տոնի պատարագի ընթացքում։ Նրա վրա մինչև այսօր մեր Տիրոջ արյան շիթերի կամ կաթիլների հետքերն են, որ առկա են, որով ըստ էության ուղղակի կամ անուղղակի կերպով մենք առնչվում ենք մեր Տիրոջ պատմության հետ։ Աստվածամուխ Գեղարդը համաքրիստոնեական մասունքներից է, որով օծվում է Սրբալույս Միրոնը։ Եկեղեցական ավանդույթով Աստվածորդուն խոցած նիզակի սայրը հայոց աշխարհ է բերել Թադեոս առաքյալը առաջին դարում։ Մինչև 18-րդ դարը այն պահվել է պատմական Հայաստանի տարբեր վանքերում։ Մայրաթորը տեղափոխվել 18-րդ դարում, որտեղ էլ պահպանվում է մինչև այսօր։ Մենք հավատում ենք, որ մեզ մոտ գտնվում է Հիսուս Քրիստոսի կողամուխ Գեղարդը։ Տիրունի սրբությունը ըստ ավանդության իր հրաշագործ զորությամբ փարատել է հոգեկան եւ մարմնական հիվանդություններ։ Սուրբ Գեղարդի բուժիչ ազդեցությանը շատերը հիմա էլ են հավատում։ Եվ Գեղարդին դիպչելով, եւ թեկուզ հենց Հիսուսին խնդրելով, ես միշտ խնդրել եմ, ինձ բուժել է։ Նրանք, ովքեր հավատում են Սուրբ Նշանի ամոքիչ ուժին, այսօր դրան հպվելու եւ համբուրելու բացառիկ հնարավորություն ունեին։ Սուրբ Մասունքը Մայրավանքում է մնացել մինչև ուշ երեկո։ Հայկուշ Ասլանյան, Հարություն Սահակյան, Առաջին ալիք։ Նոր մարզասրահ Արցախի պաշտպանության բանակին հանրահայտ երգչուհի Շուշան Պետրոսյանի եւ Ավստրալիայի Հոիդա երիտասարդների նախաձեռնությամբ կայացած բարեգործական համերգի հասույթով նաեւ այլոնց աջակցությամբ մեր բանակի հետախուզական ստորաբաժանումներից մեկում կառուցվել ու համալրվել է ժամանակակից մարզասրահ։ Եվ այսօր ունենք այնինչ ունենք լավ բարձրակարգ մարզասրահ, որտեղ պիտի մարզվեն մեր հետախույզները, բանակի երակը, խիղճը, ինֆորմացիան, աչքն ու ականջը։ Անտիկ շրջանի դրամատուրգիան ժամանակակից բեմադրմամբ Երևանում, Մակեդոնիայում եւ Ռումինիայում ներկայացրել է Հակոբ Ղազանչյանը։ Արիստոֆանեսի քաղաքական կատակերգությունը վաղեմության ժամկետ չունի, ներկայացման մեխը ճշմարտի ու ստի բախումն է։ Բնորոշ է բոլոր ժամանակների քաղաքականությանը։
Կրայովայի Մարին Սորոսկու ազգային թատրոնի նոր պրեմիերան անշլագ եւ օվացիաներ է ապահովել։ Հանդիսատեսի գնահատմանն է ներկայացվել Արիստոֆանեսի ամպերը, որը ռումինական հեղինակավոր թատրոնում բեմադրել է ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը։ Արիստոֆանեսի հայտնի կատակերգությունը ռեժիսորն արդեն երրորդ անգամ է բեմադրում։ Առաջինը Երևանում, երկրորդը Մակեդոնիայում եւ հիմա արդեն Ռումինիայում։ 3 լիովին տարբեր բեմադրություններ, որոնք բեմադրողի կարծիքով վերստին ապացուցում են, որ անտիկ շրջանի հսկաները արդիական են բոլոր ժամանակներում։ Անտիկ դրամատուրգները, հատկապես Արիստոֆանեսի կոմեդիաներով շատ ավելի ժամանակակից է, քան շատ ժամանակակից գրողներ։ Ինչն է միավորում անտիկ քաղաքական կատակերգության հայր Արիստոֆանեսին մեր ժամանակների հետ։ Ռեժիսորը վստահ է, քաղաքականությունը մշտապես երգիծանքի պարարթող է եղել թատրոնի համար, եւ դարերի ընթացքում ոչինչ չի փոխվել։ Շատ բնորոշիչ այդ պիեսի համար տեսարան կա, ճշմարիտ խոսքի ու սուտ խոսքի ուրեմն բախումն է։ Իմ ներկայացման մեջ դա վերածվեց ուրեմն նախընտրական դեբատների, այնպեսի պայուսրու, որ այսօր է գրվել այդ տեքստը։ Հայ ռեժիսորի առաջին բեմադրության հաջողությունից հետո Սորոսկու թատրոնը նրան նոր ներկայացման առաջարկ է արել, որը Ղազանչյանը կբեմադրի արդեն հաջորդ տարի, դարձյալ տարեվերջին։ Նունե Ալեքսանյան, Արմեն Անդրեասյան, Առաջին ալիք։ Որբ ու կույր երաժշտի երգը Հալեպի երգչախմբի մեներկչուհին իր հետ հայրենադարձրեց ու հիմա հայկական հարսանիքների երգացանկերում այս երգի համար տեղ են ազատում։ Պարպսակի մի երգի պատմություն Սուսան Բադալյանի ռեպորտաժում։ Ամեն ինչ սկսվեց մի նախադասությունից, որ ասաց Անահիտ Բախշյանը մայրիկին երազում. այո, մամա։ Եկավ երազիս ու ասեց շատ տենց բան պահանջկոտ տոնով։ Անահիտ, այդ երգը ափսոս է, կկորսվի։ Անահիտ Բախշյանի հանգուցյալ մայրիկը Էլիզա Անթարամյանն էր այդ երգը երգել Հալեպի հայկական երգչախմբում, ապա Հայաստանում հաստատված իր ընտանիքի հարսանյաց բոլոր հանդեսներում։ Տիկին Անահիտը, 4 քույրերը, եղբայրը, նրանց որդիներն ու թոռները, բոլորը այս երգի ներքո են պսակադրվել։ Իմ զավակների հարսանիքներին երեքին էլ ես երկել։ Իմ աղջկան։ Լիլիթինը։ Միայն ավակ Անահիտ Բախշյանը չէր մոռանում մայրիկին խոստացել է երգը չի կորչելու։ 37 տարի ես այդ ֆայլը ոնց որ հոգումս, գլխումս, սրտումս թաքցրել էի։ 2009-ին Դանիել Երաժիշտը երգն արդեն նոտագրել տպագրել էր Հայաստանը երգերում հատորում։ Անահիտ Բախշյանն ասում է, այն վերջապես ձայնագրելու միտքը շոշափելի դարձավ, երբ լսեց Սոնա Ռուբենյանի ու Վահագ Ռաշի «Համբույրի մեջ» երգը։ Նրանք են, ասաց ու շտապեց երկուսի տներում էլ երգելու բոլորին անհայտ իր սիրելի երգը։ Զուգերգը ստացվեց, ձայնագրվեց, շնորհանդեսից ու սկավառակից հետո էլ անակնկալները շարունակվում են։ Մամաս ասում էր ես կույր պարգևեն սորվեցա։ Այսօր առավոտյան հերաձայնեց կույր պարգևի աղջիկը։ Հալեպի երգչախմբի ուդահար կույր պարգևի Պարգև Տեր-Պողոսյանի դուստրը Միացյալ Նահանգներում է լսել հոր երգը ձայնագրվել ու տարածվում է։ Պարպսակի երգի նոր անունն է։ Անահիտ Բախշյանը վստահ է, սա ոչ միայն մայրիկի պատգամը կատարելու, այլև Հալեպի թանկ հիշողությունները վերադարձնելու ցանկություններ։ Երբ որ այս երգը հայ օջախներում, շատ հայ օջախներում հայ երիտասարդներ իրենց պսակի առաջին սիրո պարը կպարեն, եւ դա կտարածվի, այն ժամանակ կասեմ հասանք։ Տիկին Բախշյանի քույրը կատակում է արդեն իրենց են հարսանիքների հրավիրում երգելու, դեմ չեն թող երգը տարածվի, մայրիկի Հալեպյան երգացանկից մի երգ էլ կա, որ անպայման ձայնագրելու են։ Սուսան Բադալյան, Էդգար Դավթյան, Առաջին ալիք։ Եվ եղանակի մասին այսօր քամին շարունակվում է, վաղը կլինի առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 5-ից 6-ը, նաև 7-ի գիշերը հնարավոր են տեղումներ լեռնային շրջաններում ձյուն։ Ջերմաստիճանը գիշերը կնվազի 2-ից 4, 5-ի 6-ից 3-ը 4-ից 6 աստիճանով։
Հանրապետությունում ճանապարհները հիմնականում անցանելի են, դժվար անցանելի է Սոտ Քարվաճարի հատվածն ու Վարդենյանց Լեռնանցքը, որոշ ճանապարհներին նաև մերկասառույց կա, Լարսի անցակետը փակ է։ Այսքանը ցտեսություն եւ հաճելի հանգստյան օր։